Հայրենակիցները բազմաթիվ եմ կապը ինչպես է հիմա, որտեղ իմ մոտ ցույցատալի, որ անդադ կտրվում եմ, եթե նորմալ է, խնդրում եմ, որ գրեք կապը նորմալ է։ Սիրելի հայրենակիցներ, երեկվա ազգային ժողովում եւ այսօր այն ինչ-որ Նիկոլ Փաշինյանը խոսում է մեր երկրի համար եւ այն ինչ-որ կատարվում է մեր երկրում ազգային ժողովում, դա ամենամեծ խայտարակությունն է։ Դրա համար մենք անդրադառնալու ենք, բացահայտելու ենք եւ բարձրաձայնելու ենք, որ այս ամեն ինչը ցիրկ է։ Այո, շատերը համաձայն են, որ Սամվել Կարապետյանի ցիրկը ազգային ժողովից տեղափոխեն Սամվել Կարապետյանի ցիրկը, որովհետեւ շատ լավ կսազեն իրանք այնտեղ։ Սիրելի հայրենակիցներ, խնդիրը նրանում է, որ խաբեության մեջ ժողովրդին արդեն 38-40 տարի է մոտենում եւ խաբում են, եւ ես ուզում եմ անդրադառնալ այսօրվա Սասուն Միքայելյանի խոսակցությանը, որը չգիտեմ, ես այդ անձնավորությանը ինչպես դիմեմ, ես ասել եմ, չէ, որ ես հարգում եմ իմ հայ ժողովրդին եւ ես կփորձեմ կոռեկտ քրիստոնեայել խոսել, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչ բարոյազրկվածների հետ մենք գործ ունենք, խաբեբաների հետ, ուրեմն այն ինչ որ Քոչարյանի կամ Սերժի սենց ասած ճակերտավոր կատարում է նրանց հետ, դա առևտուր է, ես ասել եմ, պետք է ուղղակի ժամանակի մեջ, բայց արդեն մեր համար ուշ կլինի, թե ինչ փողեր են մտել հանրապետություն կամ օֆշորներ, որ այսօր ուղղակի 8 տարի հետո կամ 30 տարի հետո Քոչարյան են դատում կամ Սերժին պետք է դատեն, հա, դա абսուրդ է, այստեղ մի քանի վարկած կա, որ մարդկանց հետ շփվելով խոսում ենք, ասում ենք Նիկոլ ուզում է Ռուսաստանին ցույց տա, որ ինքը դες պատժում եմ քո մարդկանց, բայց Ռուսաստանի ֆշտիկին չի, նրա համար մի հատ Ռոբերտ կամ Սերժ կորցնելը դա ոչ մի բան է, թազակ ստեղծի։ Ինչ որ այա, բայց այդտեղ որ առևտուր է գնում, դրա դեֆինիտիվ մենք կասկած չունենք արդեն, դա մեզ համար արդեն պարզ է, որ իրանք իրանց եղածը լվում են եւ ճակերտավոր հարուստացնում են պետական ռեսուրսը, որ հետո կարողանան աշխարհին ցույց տալ, որ պետական ռեսուրս ունենք, իրանց տված, իրանց վերցրած, այնպես չի որ ինչ-որ վայվայումն են բռնեմ, գցենք Սերժը տվել է այն օլիգարխին Սամոյին, Ռոբերտը Քոչարյան տվել է Գագոյին եւ մնացածին, այնպես որ այդ թելը մի գծի վրա կախված գնում է։ Հիմա անդրադառնամ Սասուն Միքայելյան քեզ, որ մրթմրթալով խոսում ես, այսօր դու պրապուսկա տարեցիր բենիցդ Արցախ բառը եւ դու ասացիր, որ Արցախում կրվել ես, ազատամարտիկ ես եղել, ոչ բարով, հա։ Հիմա ես չգիտեմ, այսօր քեզ Նիկոլը կպատժի այդ բառի համար թե չէ, բայց ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ մի բան ասել, որ խաղաղությունը, եթե Նիկոլը հիմա կնքում է, ազգային ժողովում Սասուն Միքայելյանը պատգամավոր է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, որը իմ աչքի լույսը չեն են Ղարաբաղցիք, որ հիմա բերդում են Բաքվի, նրանք իրանց ռակետի վրա կապեին, եթե այլ մտնեին Բաքու, բայց չարեցին, վրոդի գնացին հանձնվան կամ էլ տվեցին իրանցը փուրը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, գցենք Արայիկ Հարությունյանը կամ մնացած են գեներալնի, որ հիմա Բաքվի բերդում են, եւ Սասուն Միքայելյանը ինչքանով են տարբերում իրարից։ Երկուսն էլ 38 տարի, 35 տարի, 30 տարի կռվել են Արցախի հանրապետության համար, սենց ասեմ, էլի ճակերտավոր դա եղել է ֆիդային, հետո հմել տվել են, չգիտեմ, այդ պաշտոնը ոչ բարով, ոչ։ Հիմա այդ նույն մարդիկ այնտեղ նստած են, այս նույն մարդը, նույն կալիբրի մարդը, այսօր ազգային ժողովում պատգամավոր է։ Հիմա վերցնենք ոչ բարով այդ օրը, որ պետք է գա վրոցի, չնայած ես հույսով եմ, որ չի գա այդ օրը,
գցենք խաղաղություն կնքենք եւ համաձայնվենք, որ Արցախը մերը չի կամ Արեմեցյան Հայը կամ Արեմեցյան Հայաստանը կամ որևէ մեր հայկական հողերը, չտա Աստվածս, որ դա իրականանա Նիկոլի ձեռքով, բայց ուզում եմ մի պահ պատկերացնեմ, էլի այդ պահը, որը շատ մոտ է։ Հիմա Սասուն Միքայելյան, դու ո՞նց ես Ադրբեջանում գցենք հանդիպումներ կայացնել դեպուտատների ՔՊ-ի անդամն ես դու։ Ոնց ես դու գնալու Ադրբեջան կամ ադրբեջանցի գալու են դու ձեր սխմեք, որտեղ խաղաղություն եք, չէ՞ դու գնալ այո։ Նշանակում է պետք է ՔՊ-ն եւ Բաքվի պատգամավորները հանդիպում կայացնեն։ Հիմա հարց սիրելի հայրենակիցներ, որը որ էսի աբսուրդ է, հարց։ Սասուն Միքայելյան, քեզ ձերբակալելու են թե ոչ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ է լինելու։ Կամ չգիտեմ, են Գագիկ Մելքումյան կոչված Բեղլու Բիձեն թուրքա հպատակ բոզի տղեն, որ ասում եմ հասել այդ բառը չասել, բայց չեմ կարա չասել։ Հիմա Յավնի ՔՊ-ական, այդ բոզի տղան, որ հիմի ՔՊ-ականները հավաքույթ կազմակերպեցին ադրբեջանական, գցենք դելեգացիա գալի, պետք է դրա նմանները կան հանդիպեն, թե չէ։ Բա 30-35 տարից ավել դու կռիվ եք տվել, սա չագերտավոր, հա։ Ձեզի ինչ ալնելու Բաքվում։ Հիմա պատկերացրեք սիրելի հայրենակիցներ, գործնական դեպուտատնի հանդիպում Բաքվում։ Սասուն Միքայելյան ո՞նց է եթալու Բաքու։ Ես ուզում եմ դա հասկանամ մի հատ։ Կարող եք ինձ գրեք ձեր կարծիքը, խնդրում եմ, հիմա շատ կարևոր է։ Ո՞նց եք պատկերացնում Սասուն Միքայելյանը, ո՞նց լինի մի հատ ադրբեջանցի իր ասելով ինքը Ռեմբուլիկն է եղել, ինքը ուժեղ է եղել, ինքը բեսան բոյերա տվել։ Okay, տվել է։ Հիմա այդ ուժեղ բոյ տված մարդը ո՞նց է գնալու որպես պատգամավոր Բաքու։ Ես ուզում եմ դա հասկանամ, խնդրում եմ ձեր կարծիքը։ Ես ոնց տեսնում եմ մինչև 25-30-40 հազար է հասնում այս լայֆը։ Ես կուզեի, որ մարդիկ իրենց կարծիքը իրոք անկեղծ հայի հասիբով գրեին։ Սասուն Միքայելյան, դու ադրբեջանցու ձեռքը ո՞նց ես այդ խաղաղության հանձնել, սխմելու եւ հողը հանձնելու։ Արա 35 տարի դու ես ասում կռվել ես Արցախում։ Լավ, հանուն ինչի մար ես կռվել։ Կամբոջայի հողն ես գնացել, չգիտեմ, Ղազախստանի հողի մար ես գնացել։ Լավ, դու քեզ հարց ես տալի, տղա ջան, գցեք գոնե հասիբ ունենայիր, չմտնեիր դառնայիր պատգամավոր։ Դու հասկանում ես, պատգամավոր լինելով դու երկու գործողություն ես անում, որ երկուսն էլ բոզի տղությունա կողմից։ Նշանակում է համար մեկը, որ դու ձեռ ես սխմելու խաղաղությանը եւ հանդիպելու ես նրանց պապաների հետ, ուզեք թե չուզեք։ Դու կարկառուն դեմքերով։ Նշանակում է երկրորդը դու խայտարակում ես հանրապետությունը այդ ֆիդային կոչվածից միջև այսօր որ դարել ես, չգիտեմ, հրամանատար, քեզի պիտի սիկտիր անեն դեպից, տղա ջան, մի րոպե շուտ դու մաքրվես երկրապայից, որովհետև դու այդ անունը երկրապան գցենք, ոնց կարա երկրապայ ումից ես պահում երկրապան, եթե դու եթում ես ադրբեջանցու ձեռքը սխմելու, գցենք դու ումից ես պահում այդ երկրապան խեք պահում, այդ ինչ փողեր եք լվում, արա, բա եթե դու ադրբեջանցու հետ խաղաղություն ես անում, եթե դու համաձայնվում ես, դու պետք է այսօր դադվես ցմա, քո նմանը, որ այսօր խոսում է Վազգեն Սարգսյանից, սենց խրխր ձենով, չգիտեմ, ցույց ես տալում վրոձի, որ դու բեսանտ լուրջ դեմք ես, համ Ռեմբո ես, համ պատգամավոր ես, համ քաղաքական գործիչ ես, այ չմո։ Հիմի հարց, դու ո՞նց կարաս Վազգենից խոսաս, Մարտի 1-ից խոսաս, ով եղել է էշ, դու եղել ես փալան։ Քո նմանները լիքն են, որը ճանաչում ենք։ Փողի համար։ Խի Նիկոլ Սասուն Միքայելը կամ իր տղեն փող չունեն, պալատներ չունեն, սարկած խլած ապրանքներ չունեն, գողցած, բերած, դրած չունեն, ունեն, բախի չես հետում բռնես։ Նորից եմ ասում, հեսա գդարանդադարնան Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ դրանց մնացած այդ զիբիլներին, հա, որ այսօր ցույց ես տալի վրոզի բռնում ես։ Նորից եմ ասում, Սասուն Միքայելյանը պետք է 1 րոպե շուտ ԱԱԾ-ն պետք է գա, քանի որ մենք ԱԱԾ չունենք, դատվի, որովհետև նա հանցագործ է։ 35 տարի ասում է ամբյոնից համ կռվել եմ, համ էլ հետում է խաղաղություն ստորագրել, ասում է, որ այդ երկիրը մերը չի։ Արա էսի աբսուրդ է, հասկանում եք, դու գումար եք կռվել, արա։
Դուք ումն եք փուրը տալու։ Բա որ մեր հողերը չի 35 տարի բոզի տղա։ Դու մարես գնացեք կռվե, որ հիմի Ադրբեջան հեսա օրենքով կդնի մի 2-300 միլիարդ վզներից, ասենք 5 գեներացիա ձեր արած բոզի տղության համար մեր սերունդը պետք է փող մուծի։ Ցելի այրնակիցներ։ Եթե մենք ասում ենք Արցախը մերը չի, Սյունիքը մերը չի, էս մերը չի, այն մերը չի, Ադրբեջանը հեսա խաղաղությունը կնքելուց հետո համար առաջինը Եվրոդատարանում ինչ անելու, դնելու է Հայաստանի վզին, ասելով որ այս 38 տարին հայերը կերել են իմ ջուրը, իմ հողը, իմ ընդերքը, իմ ոսկին, իմ քարանձավները, չգիտեմ, ածուխը, հողը, ամեն ինչը, եւ դա բռնում է 200 միլիարդ գումար։ Հիմա Նիկոլը պետք է ասի, ես եմ մեղավոր, նախկիններն էին մեղավոր, հիշում եք որ բռնել եմ։ Հիշեցիք որ երկու հոգու էլ դադեցի։ Ասենք այդ երկու հոգուն դադելով մեր երկիրը դնում են կապիտուլյացիայի տակ։ Երկրորդ կապիտուլյացիան, որ լինելու է առանց կռիվ, որը որ Ալիևն ասեց, մենք էլ կռիվ չենք անի, մենք հանգիստ կգանք կմտնենք, դա վիրտշաֆտլիկ ֆինանսական կռիվն է լինելու, որ դնելու է մեր վզին։ Ասել է Սասուն Միքայելյանը հենա ձեր ֆիդայինը, ասում է, որ այս հողը մերը չի։ Ասենք, էլի ծևի ասենք, արա լավ, ինչ ծևի կարելի է էսի մեկնաբանել, թարգմանել, խնդրում եմ, որ լեզվով կարաք էսի թարգմանեք։ Մարդ հետա 35 տարի կռվի, ես որ կանգնի ասի, ես իզուր եմ կռվե, ասենք, բոզի տղա, դու ո՞նց ես կարող ու քո նման մտածող զինվորականը ո՞նց է կարող մտնի Եռաբլուր։ Ինչի մա լավ այդ տղեկը գնացին մահացան։ Ինչի մա են մնացածները, որ մի սաղ են, դրանց հետ ինչ անելու, դադվելու են։ Նիկոլ, հիմին այդ հարց եմ տալի։ Հիմա եթե 30 տարվա կռված տղեն կամ 44 օրվա, 40 օրվա կամ այս 38 տարվա գլոբալ կռված տղեկից որևէ մեկը մտնի Բաքու ցմա պետք է դադեն, ճիշտ է, բայց Սասունին պետք է չդադեն։ Գցենք ինչի, այդ ինչ VIP զինվորականի քարտունի VIP, որ Սասունին պետք է չդադեն։ Եթե դադում են, բռնում են, այնտեղ մարդիկ են դադվում, ու դու էլ ասում ես, ես դրանց տերը չեմ, ես Թուրքի տերը չեմ, հեսա կանդրադառնանք բոզի տղա, կամ դու սկիտոսկի դու քո տանդ մեջը տեր չես մնաց ինչ Թուրքի տերն ես կամ որևէ մի հատ հայի տերն ես։ Քո նման զոմբի վախկոտ բոզի տղեկին խապելով, էս սարնիմնա, էս ծառնիմնա, էս էլ տանք, էն էլ տանք, մենակ խաղաղություն, առը քեզ խաղաղություն։ Սա աշխարհը կրակի մեջ վառում ես, բոզի տղեն ասում է խաղաղություն։ Սելի այրնակիցն է, ոչ թե որ մենք չենք ուզում խաղաղություն, մենք ուզում ենք խաղաղություն, բայց խաղաղության հետ միասին ճշմարտություն։ Հիմա հարցը իմ մեջ առաջացել, ես որ այս Սասունին տենալով, խրխրալով, խոսալով, ես ասում եմ, էսի է, գիշտ թե մեզ է գժի տեղ դրես բոզի տղեն։ Գցենք, ասում եմ, ես Արցախյան պատերազմին եղել եմ, մեկը հարց չի տալում, ինչ ես եղի արա։ Բա որ եղել ես, ինչի չես դադի տալի, բա որ դու եղել ես Կամբոջայում։ Հուսիսային Կորեայում ես գնացել պատերազմ արի, հասկանում եք, ում դադի ինչի չեք տալը մարա դրա համար։ Դուք հազարավոր զինվոր ես արա հրաման տվե, 44 օրվա պատերազմի Սասուն, դու եղել ես կռվին, թե չես եղել, դու հրաման տվել ես, թե չես տվել, ինչ ես տվել, եթե դու իմացել ես բոզի տղա, դի մեր հողը չի, մենակ Նիկոլը չէ բոզի տղա, սաղդ այդ հրաման տվողները, որ այսօր դուք ուրացել եք, որ էսի մեր հողը չի, դուք բոլորդ բոզի տղա եք, ես կոնկրետ տղավարի ասում, դուք սաղդ բոզի տղա եք, արեք աչոտը տամ, այսինքն հանեմ դեմներդ աչոտը տամ, որ դուք բոզի պոտենցիալ տղա եք, բա դուք հրաման եք տվել, արա, դուք հրամանատար եք եղել, այդ որ հողի մարեք հրաման տվել, դուք գիտակցել եք ուրիշի հող եք կռվում արա, ու այսօր խաղաղություն եք անում, փողերը վեկարել նստել եք սուսուփուս, ասում եք էս էլ ծախինք, սյո պրծանք, ծաղ մեռան են լավ տղեկի գլուխները կերանք պրծան, չմոները մնացել են բոզի տղեկով, այսօր ասում են էդ էլ մեր հողը չի, բա որ ձեր հողը չի բոզի տղա, ումն եք հրաման տվել կան տղեկի։ Արա աղացի աշխատում եք, դուք պատկերացնում եք որ դուք եք դատվելու մի օր։ Դուք սրանցը խիչ եք ձերբակալը մարա, ում մարեն հրաման տվել։ Էշ ինչ սխալ հրաման են տվել, արա մի հատ սալդատի կամ մի հատ աֆիցեր կամ մի հատ որև մի հատ մեկ արա մի հատ սխալ հրաման է տվել, մարդկանց ցմա դադել են, արա 5000-ի տվիք փուրը գնաց, բոզի տղեկ, այսօր կայնի ասում եք էսի մեր հողը չի։ Ու հետո կայնեմ ամբերից ասում է 35 տարի, 30 տարից կռիվ եմ տվել։ Հետո հիշում է հոկտեմբերի 27, մարտի 1։ Քեզի կոնկրետ մի մարդ հարց տա, ինչի համար ես կռվել, ում համար ես կռվել։ Արա հասկանում եք չի բռնում մեկը մյուսին, ոնց որ երկու մի մարդ կոշիկ հագնի, մեկը 35 ռազմի, մեկը 45 ռազմի, ասի, էսի իմ ոտերն է, գցենք աբսուրդ։ Ու սենց խափելով ու 15 միլիոն ժողովուրդը լսում է սրանց էս խրխրոտ զառանցողը, էս զառանցում են, եզդի պես զառանցում է, բոզի տվեն, ասում են, որ ես գնացել եմ կռվել եմ Արցախում։ Ում համար ես կռվել, Սասուն։
ու քո նմանները ում արեն կռվե հանուն հայրենիքի Հայաստանի հողի համար, թե Կամբոջայի կամ Բաքվի հողի համար։ Կոնորոշվեք արա։ Հիմի ասեմ քեզ Նիկոլ, որ դու ասում ես ես Սփյուռքինը չեմ կամ շատերի վարչապետը չեմ, դու բոզի տղա։ Փառք Աստծո, որ դու իմ վարչապետը չես ու քո նման չեմ ոյ, ես վարչապետ չեմ ընտրել ու ես իմ սաղ կյանքը ես չեմ ընտրել ձեր նման չմո բոզի տղեկին։ Ուրեմն Սփյուռքի նախարարությունը քանդիր, արտաքին նախարարությունը կոչել ես բիզնեսի նախարարություն։ Որտեղ արդեն ձեր մեջ բիզնեսն էլի չկռի, արդեն առուծախ է այդ, որ հողը տանք, որ հողը անենք։ Ցեք Արաբատ Միրզյանը սարքել ես явный բիզնեսմեն, այդ նարկոս բոզի տղուն։ Հիմա ցելի հայրենակիցներ, ես նորից ասում եմ, եթե Ռոբերտ Քոչանին կանչել են, նայեք ես շատ անգամ խոսել եմ Լևոն Տեր-Պետրոսյան մասոն քորից, որը մարդիկ վախենում են, ասում են մասոն։ Ես քեզնից չեմ վախենում, որովհետև ես գիտեմ քո արմատները որտեղից է գալի։ Հիմա հարց Լևոնը ինչի բերեց Քոչարյանին, որ ասում եք հայ մերը չգիտի, թուրքահերը, տոլի, մոնղոլա, տոլի, եսի ինչս է։ Հիմի նշանակում է, եթե Փաշինյան դու իրոք ցար նաստայաշի եւ դու դրել ես բոլորին, ասում ես պետք է հատիկատ հետ բերենք, ուրեմն լսի Փաշուկլի, դու պետք է գնաս Լևոն Տեր-Պետրոսյանի վզից բռնես, ասես Արիստել, որը որ քո պապան արա, չի կարա դες բան լինի։ Պետք է բռնես, ասես Արիստելը, ուրեմն այսքան մեր հայրենակիցների մեջից մի հատ նորմալ հայ չունեինք, բոզի տղա, որ դու գնացիր Քոչարյանին բերեցիր, հետո էլ ասում ես հայ մերը գիտես, որ հետո ասես տեսեք ժողովուրդ, ես բերել եմ մեկին, որը այդ կոդավորված խոսակցություն Լևոնը ինչ որ խոսում է, նրա խոսքերը պետք է հատարդ, հա, ես շատ ցիկ անգամ լսել եմ, հետ եմ տվել լսել եմ, որտեղ այդ քոր բոզի տղեն ինքը խոսում է կոդավորված, որը շատ հայերը չեն հասկանում։ Հիմա հարց ինչի այդ բոզի տղուն բերեցին, ինչ ծրագիր կար, եթե նա հայ չէր, հայ մերը չգիտեր, ու մեր հայ ժողովուրդը ասեց դե նիհարա սիմպատիչնյա բերանը ծուռա նորմալա բերենք թող էսի իշխի ու ինքը բերեց կանչեց Սերժին Մոսկվայից հասկանում եք չես ծրագիրը ուր է եթում սենց նշանակում է եթե Նիկոլ դու դադում ես Ռոբերտ Քոչանին բռնելով միլիարդատերա դարե վայ տեսեք կոպեր հետ եմ բերում լավ ես անում Ախի Լևոնին չես կանչում հարցաքննման թե այս բոզի տղեն ոչ ուսում ուներ, ոչ ռազմական եսիմ ինչ անցած ուներ, ոչ եսիմ ով էր, հա, որ ասինք արա 6 հատ մեդալեսկոմնի 16 հատ մեդալեսկոմը, այս սրան խի բերեցին, ինչ ծրագիր կար, որ այս 38 տարի այս ազգսած ոռնում ու ողբում, բոզի տղեկ, դուք բոլորդ մասոնական բոզի տղեկ ծրագիր դրած, որ մեզի տանեք ուղիղ Թուրքիա, ամեն ինչ անելով ուղիղ Թուրքիա եք տանում մեզ, սարքելով մոլայամոլ, էսա, սիրելի հայրենակիցներ, ես նորից եմ ասում, ես հայի գեն կրող, հայ քրիստոնյա տղա եմ, ես բոզի տղեկից ես չեմ վախենում, ասել եք, դուք բոզի տղեք, արժանապատիվ հայը պետք է ճշմարտությունը խոսա, քրիստոնյա հայը պետք է իր խաչը վերցնի իր ձեռը եւ միջև վերջ էթա, ոչ թե սրանց դեմ տորմուստասի, վայ աման, հեսա որ հանգարց խոսամ կբռնեն, հեսա որ հանգարց խոսամ կգրեն, արա, այ բոզի տղեք, իշքան ուզում եք գրեք, իշքան ուզում եք երգեք, ճշմարտությունը, սաղ աշխարհը ճշմարտությունը գիտի իմ մասին, իմ երկրի մասին, ես խի պիտի լռեմ, ես ինչի պիտի լռեմ, ինչի պիտի սուս մնամ ճշմարտության խոսալու համար, հիմա, ես ասել եմ, եթե Այս պատմությունը 38 տարի, եթե ուզում ենք մենք իրականություն իմանանք ու շատերն ասում են, որ Նիկոլը եկել է իրոք փրկությունա, ես հիմա բան եմ ուզում առաջարկել ու ես տղավարի իմ խոսքի տերն եմ։ Եթե դա կատարվի այս շաբաթվա, գալող շաբաթվա մեջ, ես խոստանում եմ Նիկոլից էլ ոչ մի բան չխոսամ, ասեմ ցար նաստայաշի։ Տղավարի ու կխնդրեմ իմ թիմին, իմ հարազատներին, իմ ընկերներին, որ Նիկոլի հարցում ստոպ ենք տալի։ Դիֆինիտիվ ստոպ ենք տալի, մի հարց, ուրեմն Նիկոլ, եթե դու իրոք նաստայաշի ես ու բերեք գցել են քո ջեբ ես բոզի տղեկը, ուրեմն Նաիրի Հունանյանին, էթում ես ԱԱՑ-ի պատվալից հանուն բերում ես զենքերով, պաշտպանված, բրոնի, չգիտեմ, ամենաուժեղ բրոնի ժիլետներով միջև գլուխը հագցրած բերեմ կողմ ես ազգային ժողով, եւ հենց ազգային ժողովից թույլ ես տալի ինքը խոսա 27-ի պատմությունը։ Այդ մարդը արել է, չէ՞։ Ինքը գիտի, ով է իրան տվե, ինչի մարա խփե։ Կանչում եք Նաիրին եւ ասում եք, դե հիմի խոսա տղա ջան։
Եթե ինքը ասեց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հարցը լիովին 38 տարվա հարցը լրիվ էլ պետք չի դադագան 2 տարի տանեք բերեք դադախազներն աշխատեն սաղորը հագաշներս լվակ սաղորես լրագրողներին տանեք բերեք ջուր ծեծեք մի շաբաթվա մեջի հարցի լուծումն է Նաիրի Հունանյանը կանգնում ասում է որ Ռոբերտ Քոչարյանը իր ասածով եմ խփե Վազգեն Սարգսյանին եւ մնացած Դեմիրճյանի եւ մնացած մեր պատգամավորներին պատկերացնում եք իշկան օլիգարխ կա Լևոնից, Քոչարյանից, Սերժից բոլորին միանգամից բան եք անում դադարգում եք սարքում եք բոմբ առանց ոչ մի օրենք մայր օրենք փոխելու առանց ոչ մի դադագան միանգամից ծաղի տրուսիկներից բռնած հանում եք հակներից այն ժամանակ ես խոսք եմ տալի հայ տղու պես այն ժամանակ ախր դրա դժվարությունը ի՞նչ է Նիկոլ դու ես ասե ազգային ժողովից ասես դու մարդասպան ես դու սպանել ես Վազգեն Սարգսյանին ասել ես Էլ խես գնացե դրա պրոգոմեշ ես բռնեմ, տոլի հարսն ես բռնեմ, տխուն ես բռնեմ, գցենք ոտն ես բռնեմ, մատն ես բռնեմ, գլխի մազն ես բռնեմ։ Հնգեր ջան, դրանից ամենամեծ հոտված, եթե դու ասել ես, ուրեմն դու ունես դրա հիմքը։ Հանի դիր ժողովրդի դեմ մենք էլ ասենք ախպեր, հալալա քեզի, դու իրոք վարչապետ ես, դու իրոք ծրագիր չես, Սերժը քեզի չի բերե։ Ես ասում եմ, չեմ հավատում։ Ժողովուրդ ջան, չեմ հավատում, որովհետև ստեղ առևտուրա X գումարը մտել է երգիր, սրանք ուզում են ցույց տանել շոուն, որ վրոդի մենք բռնել ենք, վաճառում են, ուղղակի լվացքի մեքենան էթմա X տեղով, գալիս է Y տեղով, ես սենց եմ ուրիշ տարբերակ, եթե էլ եմ ասեմ Ռոբերտ Քոչարյանին Սերժին կանգնացնի ցմա տալով եւ ապացուցի եւ այդ ապացույցը կա ասում են սաղա բերեք ազգային ժողով Նաիրի Հունանյանին եւ թեման փագա բրձնում է մի շաբաթ համ դատավորները կթուլանան որ ասում են ծավալի գիտեք ինչ գործ ենք Սիրելի հայրենակիցներ ուղիղ եթեր ուղղակի ընդհատվեց որովհետեւ ես ճանապարհին եմ խնդրում եմ առաջի լայֆը կլսեք որով սա շարունակվում է ուրեմն նորից եմ ասում Եթե Նիկոլ Փաշինյան դու ասում ես, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, Նաիրի Հունանյանին բերում ես եւ Նաիրի Հունանյան ազգային ժողովին ասում է, որ այո, Ռոբերտ Քոչարյանն է եղել կամ Պողոսյան Պողոսն է եղել եւ հարցի լուծումը այդ կանով վերջանում է։ Հիմա նորից եմ ասում, թե չէ դրել ես ասում եք գիտեք ինչ ծավալի գործողություն է այդում, գիտեք ինչ ենք անում, գիտեք ինչեր ենք անում։ Արա ինչ եք կան աշխատանք տանում։ Դրանից ավելի բարձր, դրանից ավելի մեծ աբյոմնի աշխատանք, որ դուք տանում եք պետք չի։ Նաիրի Հունանյանին հանում եք ԱԱՑ-ի պատվալից, Նաիրի Հունանյանը բարձրացնում է ճշմարտությունը եւ հարցի լուծումը տալիս է սիրելի հայրենակիցներ։ Եթե դու էսի չանես, Նիկոլ, եթե դու էսի չանես, ուրեմն նշանակում է դու նույն բոզի տղեն ես, բայց ստեղ ամենակարևորը Նիկոլ, որ դու պետք Լևոն Տեր-Պետրոսյանին կանչես, ասելով պարոն Տեր-Պետրոսյան, իմ վաղեմի դասատու, այդքան հայրենակիցների մեջից ինչի գնացիր հայ մեր չիմացողին բերեցիր, որ մեր երկիրը այսօրը քցեց։ Հարց տվեք Լևոն Տեր-Պետրոսյանին, բոլոր լրագրողներ գնացեք մտել եք Նիկոլի բերանը, կողմեք այդ միկրոֆոնը մեկը դեմից, մեկը հետևից, Նիկոլին հարց տվեք։ Թողեք Նիկոլին գնացեք քոր Լևոնը քանի չի սատկե, քանի չի մեռե, այն քորը չի փագե, երկրորդ դաշտը չի փագե։ Սիրելի լրագրողներ, խնդրած կլինեմ ձեզ։ Գնացեք Լևոնին հարց տվեք։ Ինչի բերեցիր Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ունեինք այդ կան ծառայած Աղվանստանից 90-ականների ծառայած հզոր տղեկ, գաղափարով տղեկ, գնաց, հասավ մի մարդու, որը ասում է կոշիկները ծակ, մի հատ շլվարով, ոչ մի բանից չհասկացող, ես ուզում եմ հասկանամ, ինչի համար բերեց Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե սա ծրագիր չէր, սիրելի հայրենակիցներ։ Ինչի համար բերեց Լևոնին, քանի չի սատկե այդ ջհդամոլը,
դրա պոչից բռնեք մինչև վերջ, ռադիկալ ձևով հարցադրում տվեք, օրենքով հարցադրում տվեք, հիմի թեքվեմ ազգային ժողովի այդ ընդդիմադիր չկոչվածին, թիրքի աշխատողներին, Լևոն Տեր-Պետրոսյանին խի չեք կանչում հարցազրույցի, դե կանչեք, նույնը քպեականներ, եթե դուք ասում եք Քոչարյանը Սերժը բդի դատվի, բա Լևոնին կանչեք ասեք, Լևոն, խի Քոչարյանին բերեցիր Արցախից ստեղ, որը որ ոչ մի բան չուներ այդ բոզի տղեն, ոչ մի բան, ոչ փող, ոչ խելք, ոչ կոշիկ, ոչ շոր, ոչ մի բան, ինչի է բերե Լևոնը, այստեղ է խնդիրը, մենք իհարկե տիրապետը մենք ինչի է բերե, որտեղ սա ծրագիր էր երկիրը քանդելու, տանելու դեպի իսլամացնելու եւ վերջնականորեն քանդելու մեր հայ առաքելական եկեղեցին, հավատքը եւ վերջնականորեն ցեղասպանությունը մոռացություն տալու։ Սա է խնդիրը, ցելի հայրենակիցներ, հիմա մի քիչ թեքվենք հոգեվոր խոսակցությանը, թե իշքանով ենք մոտեիք այս ամեն ինչը պատմությունը։ Ուրեմն Աստվածաշնչում այս քանի ժամանակը ես անդադարձ ուսումնասիրում ենք, նայում ենք, լսում ենք, տեսնում ենք, ուրեմն ասում է, որ ազգերը պիտի հավաքվեն եւ դեպի Իսրայել գնան եւ Իսրայելի քաղաքները վառեն, ջարդեն, պղծեն եւ ասում է հենց այդ վաղ Եհովա Աստծո բարգությունը պիտի բարգանա եւ դրանցը վառի կրակով։ Հիմա նայեք, այստեղ հարցը ինչու՞մն է տանում, որտեղ ես միշտ այս ամեն ինչը աստվածաշնչային մարգարեություն եմ։ Հիմա ուզում եմ Նիկոլ, քեզի մի հատ բան ասեմ։ Ես առաջ ընկնեմ, որ դու հետո չկարանաս էլի սաղմոսներով մարդկանց խաբես, բոզի տղա։ Սատանեն էլա սաղմոսներով ու Աստծո խոսքով ասում է գրված էր, Հիսուսին ասեց գրված է, էլի վերևից գցակ ես հրեշտակները կպայեն։ Տեսակ, Սատանեն էլ Հիսուսին դաժե Աստվածաշնչի 5 կտակարանի խոսքերով խոսեց Հիսուսի հետ, Հիսուսն ասեց յետին չկվի։ Դու չես որ ինձ ասես, ես իմ հոր Աստծուն չեմ փորձի։ Հիմա նայեք, Թուրքիան հզոր պետություն է դառե, ՆԱՏՕ-ի համար 2-րդ զորքը ունի։ Ստորագրեց Պակիստանի եւ Արաբական Էմիրատների հետ, դառավ 2-րդ ՆԱՏՕ, համ ՆԱՏՕ-ը ու համ էլ իսլամական ՆԱՏՕ-ը։ Ասում եմ, կարող է Նիկոլ, դու ուզում ես, որտեվ ռուսից արդեն հոգնել ես, լավ ես արել։ Ուզում ես այդ կողմն եթաս, հետո միանաս այդ քայլարշավին ազգերի հետ դեպի գնաս Իսրայելի դեմ։ Հետո ուրանաս ասելով, որ սրանք ավելի հզոր են, տեսեք մենք ապահով ենք, թուրքը մեր թշնամին չէր, Ստալինն ու Լենինն արեցին, բայց 115 տարի դուք ինչ արեցիք, ձեր լոբինգը, ձեր դեսպանատները ինչ են արել 115 տարի, բոլոր սաղ դեսպաններին պետք է կանչվի պատասխանատվության, ով որ սաղը եղել է 115 ապրիլի 24-ի օրը, ով որ ինչ գործողություն ելա, բոլոր դեսպանները պետք է կանչվեն պատասխանատվության։ Ինչով եք դուք զբաղվել։ Ինչով եք դուք զբաղվել։ Ես գիտեմ ինչով, առևտրով, լյուվիտոն առնելով, բիզնես անելով, ձեր երեխեքի ուսումները ապահովելով, ձեր վիզաները։ Ես գիտեմ հիմի դեսպաններ, որ Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան էլ հետ չեն եկել իրաց գործից հետո ապրում են արդեն այնտեղ Կարալևսկի ձևով։ Ինչ է կարել արա միջև այսօր։ Ինչ է կարել, ոչ մի բան։ Դուք պետք է բոլորը դատվեք, ձեր նմանները հայ կոչվելու իրավունք չունեն, 115 տարի ինչ է կարել, դեսպաններ ինչ է կարել, Նիկոլներ բոզի տղա, Լևոններ բոզի տղա, մեկ էլ բա դուք արա վերջը մի հատ հայ դեսպան չեղել, ճիշտ գործողություն անի, ճիշտ լոբինգ ստեղծի, ճիշտ համայնք ստեղծի, ճիշտ գաղափարախոսություն ստեղծի, ժողովրդին սփյուռքի պահի իրա ձեռքի մեջ ասլով տղեկ հզորացեք, արեք ինչ կապելա ձեզ պետք վիրչավտ, բիզնես, պոլիտիկ, երեխեքին հզորացնենք դրսի, որ մտնեն ստեղ քաղաքական գործիչ դառնան տարբեր երկրներում, որ կարանան մեր ցավը բարձրացնեն, իսկ ինչ են արել, դեսպանի հետ հանդիպել չկար։ Հիպատոսարանը ելել էր մենակ պասպորտի համար, էդ էլ հանեց Նիկոլ բոզի տղեն, մնացել է մենակ վիզա երկարացնեց, պասպորտ երկարացնեց, հեսա հետ էլ կտեքի Հայաստան, որ փող էլի աշխատի։ Էսա ով եկել է փողակեր է, ով եկել է մտածել է իր գրբանի մասին, ով եկել է վաճառել է մեր երկիրը, ոչ մեկ պատասխանատվության չի տարվել։ Էսա խնդիրը գլոբալ մեր երկրի եւ ես չեմ պատկերացնում սրանց հայ տեսակի, քրիստոնյա տեսակի։ Իսկ հիմա այսօր Նիկոլը էթում է դեպի Թուրքիայի այդ ուղությունը, ինքը գնում է այդ ուղղության, բայց ես ասում եմ վերջը լավ չի վերջանալու, նա հանգիստ մարման գետի պես մորթվելու է տանում մեր մնացած գեներացիային, մեր
հայ տեսագին տանում են վերջնական բնաջնջելու, թե քրիստոնեական, թե բարոյական, թե հայ տեսակը։ Իսկ երեք որ Նիկոլ դու եկեղեցուն խոդ արեցիր, որ ես սխալվել եմ, ինքը տարիքով մեծ մարդ է, ես պետք է խոսամ Գարեգին բյով, ոչ թե իր անունով, ազգանունով, հետո թեքեցիր, որ եկեղեցականները պետք է ռոջիկ ստանան, փորձեցիր էլի փողով առնես, այո, սիրելի հայրենակիցներ, ես ասեմ, սեպտեմբերի վերջ մի խայտարակություն լինելու է, կամ պուպուճակից բռնելու են տանեն, կողեն ԱԱՑ, կամ էլ համաձայնվելու են այս խայտարակությանը մեկը մյուսի վրան գցելով, մեր գուսիկը դուբլենք էթա կասեն, այս սրանք են մեղավոր, այս սրանք են եղել առևտրական, իսկ այն մնացածները կթափառեն իրաց միլիարդների հետ ստեղ ընդեղ եւ վերջնականորեն մեր հայ տղեկին էլի կտան փուրը, իսլամացնեն մեր հայ կանանց, կհղիացնեն եւ մի քանի տարի դու, այո, Նիկոլը ճիշտ էլ թիվը դե 2031 թվին կոնկրետ կիսլամանան եւ վերջանակ եթե այս ամեն ինչը։ Էսա խնդիրը։ Թե չէ 15 միլիոն արա կայնումա Բեմի վրից կաթողիկոսին վերջի խոսքն ասում է, բավարար քրիստոնյա հայ առաքելական հետևորդներ, ձեր առաջնորդին վերջի ձևով խայտարական եմ, խնդում եմ վրեկը, որևէ մեկը դուրս չի լինում, որևէ մեկը չի խոսում։ Ասում են Ռոբերտ Քոչյանը մարդասպան է, բայց այդում են պրեգոմշեն, բռնեմ հարսի եղածն են, բռնեմ ասում են, վայ, տեսեք, ինչ ենք բռնել, ինչ եք բռնել։ Ձեր տվազն արա, ձեր տվազն է։ Սերժին Մերժին աղբերները 50-50-ներ ասում, Նիկոլ ճղում է իր կոկորտը, բայց 50-50-ներն ուր են արա, խի չես բռնե բա, Սերժին խի չես բռնե, եթե մերժում եք Սերժին, սիրելի հայրենակիցներ, այսօր կային ասում է, ես փաթաթում եմ ամեն ինչը լավ եմ անում, ոնց ուզեմ մնաց անեմ, պետք է սաղին բռնեմ ժողովուրդն ասե, ժողովուրդը 8 տարի առաջ Սերժին մերժեց, որ տաներ նստածներ աղբերներ հետ 50-50, խի չտարար բա, խի չես տարի, այ սուկա, Այսուն ես խապում, դու պրոյեկտ ես, դու դրված ես վերջնականորեն տանել իսլամ կողելու հերիք չի, վերջնականորեն մաքրել այդ երկիրը, որ այդ դասպետություն գոյություն չունենա։ Էսա ձեր կոնկրետ ծրագիրը։ Ես այս վերջերս իմ եթերներում, եթե հիշում եք, ասի որ Ալեն Սիմոնյանի բերելու են կողել անվտանգության տեղը, եթե հիշում եք, սիրելի հայրենակիցներ, իմ ուղիղ եթերում ես դրա մասին խոսել եմ։ Ալենը դառնալու է Նիկոլ քու կոկորտի Փուշը Ռուբեն Ռուբինյանը թուրքական ուղությունն է այդ երկուսը բախվելու են իրարի ռուսը Ալենին օգտագործելու է Նիկոլ հիշի ես խոսքս դու մեծ սխալ արեցիր բայց չնայած լավ ես արել որ արել ես որտեվ այդ հենց Ալենը քեզի խապսա տալու ինքը մտնելու է ռուսի տակ ինքը չի գա Թուրքիա ինքը գիտակցում է իսկ այն Ռուբինը որ կա Այնի լրիվ թուրքական ծրագիր է, որը դրված է այդ ամեն ինչի մեջ։ Դուք բախվելու եք, հիշեք սիրելի հայրենակիցներ, ինչ որ ես խոսել եմ եւ բարձրացրել եմ, դա եղել է։ Իսկ ամենամեծ զենքը Նիկոլ, որ դու արեցիր սխալ Վարդան Ղուկասյանի հանդեպ, թերագնահատեցիր նրա աշխատանքը, նորից եմ ասում, դա լինելու է քո վախճանների վախճանը եթե Վարդան Ղուկասյանը 1 րոպե շուտ պետք է նա դուրս գա եթե նա դուրս եկա 1 րոպե շուտ ես նորից եմ ասում պետք է նրա տեսակը դուրս գա սիրելի հայրենակիցներ որովհետև եթե նա 1 րոպե շուտ դուրս գա նշանակում է Նիկոլ քո պլանները չի աշխատելու իսկ եթե դուրս եկա պատկերացնում ես քո վիճակը Նիկոլ ու քո քպեիտ վիճակը ու պլյուս այս մնացած կոչված ցիրկի աշխատողները դուք բոլորը չեք կարա պատասխան տակ դրա համար ես ասում եմ որ այդ անձը պետք է 1 րոպե շուտ դուրս գա սիրելի հայրենակիցներ շնորհակալ եմ այն մարդկանցից ինձ շատ մարդիկ գրում են որ մեր համար աղոթում են դա շատ կարևոր է Աստծո ողորմությունը, պաշտպանությունը մեր հետ լինի եւ ես շատ շնորհակալ եմ որ աղոթում եք Վարդան Ղուկասյանի համար եւ մեր մնացած աղբերների համար որ դեռ չեն ծնկի եկել որևէ մի դավանանքի ազգի կամ որևէ գումարի առաջ ինչպես Սասուն եւ մնացած Միքայելյանները ափսոս այդ անունները որ դուք եք կրում բոզի տղեկ որ այսօր դուք կային այդ տղեկի արունը ուրանում եք ու որևէ մեկը չի ասում այ բոզի տղեկ
Բա 35 տարի դուք որտեղ եք կռվե, ինչի համար եք կռվե, ում համար եք կռվե, ԱԱԾ-ն պետք է այսօր քեզի սասուն չբլաղցներ ազգային ժողովից, չբլաղցներ եւ չբլաղ տաներ քեզի ուղիղ ԱԱԾ-ի պատվար, միանգամից ցման խփեր, հենց այդ պահին իրան կողմ էր Հունանյանի խուցը, Հունանյանին հանում բերում էին ուղիղ ազգային ժողով, ասելով Հունանյան ջան, եթե ճշմարտությունը ասում ես, ինչ նստել ես, 35 տարի նստել ես, ախպեր, դու սարի, սասուննա նստելու սրա համար, արի մենակ ճիշտը պատմի, վсё, հարցը լուծվում է, սաղի հարցը լուծվում է, սիրելի հայրենակիցներ, մի շաբաթ ժամանակ տվեք, նայերի Հունանյանին, սպեցնազով, զենքով, զրահով, ապահով վերեմ կողմ եք ազգային անվտանգություն, ժողով եւ միանգամից մի շաբաթա մեջը բոլոր հարցեր ես օլիգարխ, Սամոյին Սերժնա տվե, գիտենք, Քոչարյանը Գագոյինա տվե, Գագոն Պողոսինա տվե, Պետրոսը Մադրոսինա տվե, մի շաբաթ հետո բոլորին, այսենց դադարդում եք, հանվստում եք, ցմա պեչատը խփում եք, հավատացնում եմ, ոչ մեկ, ոչ եվրոպացիք, ոչ ռուսաստանցիք, ոչ ամերիկացիք, ոչ էլ սփյուռքը, ոչ էլ հայրենակից որևէ մեկը ձեզի որևէ մի բան կասի, որովհետև բոլորն էլ Վազգենին հարգել են, բոլորն էլ Վազգենին որպես պարապետ ընդունել են, բոլորը Դեմիրճյանին հարգում ընդունում էին որպես մարդ, անձնավորություն, որը ունեցել է լավ ու բարի պատմություն մեր հայ ազգի հետ միասին, հավատացնում եմ, ոչ մեկիդ ոչ մի բան չի լինի, դու էլ նստի ցեմա վարչապետ Նիկոլ Կնգաթ հետ, ինչ ուզում ես արդ կանից հետո, այ քեզի հալալա, ես էլ խոսք եմ տալի, պուբլիշնի կանգնեմ եւ քեզ սատարեմ, եթե դու կանես այս քայլը, ես խոսք եմ տալի տղավարի, եթե բերես Հունանյանին ազգային ժողով, վсё, այդքան բան, եթե չէ, բոզի տղեկ, դուք խաղեք խաղը, դուք առևտուր եք արել, եւ դուք անելու եք մինչեւ վերջ, մինչեւ Հայաստանի Հանրապետությունը էլ չլինի, այդքան բան սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, ցավոք մենք այս քաներ ուղակի ճանապարհներին ենք հարմար չի օֆիսե եւ հանգիստ նստել թեմաներից խոսալ, որտեղ ասել եմ, չէ, որ մենք ունենք շատ հետաքրքիր թեմաներ, սուրպրայզներ ու տենց լիքը բաներ։ Դրա համար փորձում ենք այդ ինֆորմացիաները մեր ժողովրդին տանք, որ նստում դրա գրողներին լսում են, դրա տվական լսում են ինտերնետով, ինչ ասես գցում են, տանում են, բերում են, էսի ճիշտ ասես, վայ տեսեք Նիկոլ ինչ արես, բան ցավը տանեմ, ինչ անեմ։ Մարդասպանության հոդվածը թողե գնացե պրո գոմեշա բռնամ։ Գցեք խնդալու բան։ Ինչ արեմ, խափում են ձեզ, ինչ են անում։ Մարդասպան գլոբալ սպարապետին սպանողին ինքն է ասել, որ սպանել է, այդ հոդվածը չի հանեմ, գնացել է, գցենք Սիրիշոյի, գցենք արծաթները կամ երկու հատ հողատարածքա վեկարեմ, գցենք էդի դրանց ֆշտիկին, հա, вообще դրանց համար ոնց որ միացած մի սանտիմետրանոց քաշեն քթերը եւ վերջ։ Գցենք Նիկոլ, ես ինչ ես անում։ Էդի որ թողայր, Վովան էլ կաներ, էդի որ թողայր, մնացած հասարակ մի հատ քնիչել այդ նույնը կաներ։ Անես չի որ դու հերոսություն ես արել, մարդիկ էլ ասում են, «Վայ, սկսվել է, ի՞նչ է սկսվել»։ Առևտուր։ Եթե դու այս քայլը չարեցի, դու առևտուր ես անում, բոզի տղա, եւ քո նման բոզի տղեկ այդ բոլորը Սերժից բռնած, ցավից վերջացրած։ Սերժի աղբերները խի չեն դատվել։ Սերժը խի չի դատվել։ Փոխանակ Սերժին դատեն, բռնել են գցենք, բա Գագոյի սարի ինչ ալնել։ Լավ, այդ եկա սարը տվի ժողովուրդ չան, լավ հարց չեք տալեմ։ Այդ սարի իրավունքը մի տարի առաջ, տարի ու կես առաջ Նիկոլն է իրավունքը տվել, սարը կեսից կտրեցին տորտի պես։ Բերին այդ ծող սարքին մնա արձանել է սարքը, դի բերեն դնեն բացում անեն ու կայնել է այդ ամեն ինչը։ Բա Նիկոլ, բա որ դու գիտեր այդ արյուծը, այդ ամեն ինչը, սաղ բռնել եք, այդ ամեն ինչը մեծ երկար ասում ես ծրագիր է, բայց սարի բանը խի տվեցիր, դաբրոն խի տվեցիր։ Հա? Տենում եք, որ ժողովրդին քնցրել են ու դուք եք մտածում եք երեք ոնց ասի, կարող է գիտեք դուք եք շուստրի, կարող է գիտեք դուք եք շուստրի, այ բոզդի տղեկ։ Դուք շուստրի չեք, դուք ուղղակի փորձում եք մարդկանցը խափելով, գցենք իսկական տեղ է տալու տեղ ուրիշ տեղ եք ցույց տալու, ասեք, տեսեք ընդեղ է։ Ոչ, բայց սարը դու ես տվել, այդ սարնով է տվել Գագոյին։ Իրավունքով է տվել, որ այդ եկա հատի սարը բռնին կտրին կեսից։ Ով է տվել, դու։ Դու տվել ես, հիմա ցույց ես տալեմ, այս փողերը բռնել ենք։ Արա, բա դու չգիտեմ որ այդ եկա համալիրա սարքեմ, գցենք մի
30, 40, 50 միլիոն, 100 միլիոնի համար իրա սարքեմ։ Դու չգիտեր, բա չէր ասեմ Գագո, այս 100 միլիոն քեզի որտեղից։ Սիրելի հայրենակիցներ, լա հարց տվեք, դրա գրողներ ջան։ Այ որ այդ մեկ այդ միկրոֆոնը կողքը մեկ բերան այդ շիզոֆրենիայի։ Հələ հարց տվեք, ասեք այդ բա որ Գագոն սևով փող, քծոցիեր, գողցած փողերա, հատիս սարը, ինչի հիմքի վրա, ինչ ծրագիր ներկայացրես, որ դու խափնվար։ 100 միլիոնի ծրագիր է ներկայացրել, բա չես ասեմ Գագո ջան, այս փողը քեզի որտոց, որ այս սարը ուզում ես կտրես մեջտեղից։ Բա հարցրեք։ Բա հարցրեք, բա ծրագիր է մարդը ներկայացնում։ Այսօր եթե Եվրոպայում 15000-ի գնաս մտնես մեքենա առնես, չես կարող։ 14990 եվրո կարող ես քեշ բերել, հենա օրենք են հանե 9900 սարքում։ 9900 եվրոից ավել քեշ մտնում ես որևէ մի խանութ կամ որևէ մի բան առնելու, ասում հոպ, կեթաս պերևոդ կանես, պերևոդի հետ միասին խրկես ես փողը քեզի որդուս։ Բա Նիկոլ 100 միլիոն հազարանոց ծրագիրը հանե դրելա ճպցրելա դեմդ։ Բա դու եմախ չի ասեմ Գագո, այս փողերը գողցած փողերը, այրուզի փողա, չգիտեմ ինչի փողա, իրանցի ես քցե, Պողոս ես քցե, սրան ես քցե այրուզի դեմ։ Բախի չի ասեմ, արա։ Դենում ես որ դու խաղ եք անում։ Իսկ ես մեր Մյամիտ, Արթար հայրենակիցները հավատում են ձեր նման բոզի տղեկին։ Հասկանում եք, էս է խնդիրը, սիրելիներ ջան, որ մենք բարձրացնում ենք, խոսում ենք, փորձում ենք մարդկանց հասանելի սարքել այս ամեն ինչը։ Նորից եմ ասում, սաղ թողում ենք, պահանջում ենք Նաիրի Հունանյանին բերել ազգային ժողով։ Եթե կբերի, եթե միանգամից ազգային ժողովից բոլորին կհայտարարի ձերբակալել, ես խոստանում եմ հայ տղու պես, Նիկոլ, չեմ ասեմ քեզ կգովեմ, բայց ես քեզանից էլ չեմ խոսա։ Ախպեր, ուրեմն դու հալալա քեզի։ Դու ճիշտ ես։ Դի նաստայաշի ցար։ Հալալա։ Ու ցմա վարչապետ։ Ես կխնդրեմ իմ մարդկանց, որ էլ քեզանից ոչ մեկ, ոչ մի բան, ոչ մի ծրագիր, ոչ մի բան, հանգիստ։ Մենք մեր շնորհակալ ենք քեզնից։ Այդ մի բան արա, եթե կարաս։ Չես կարա։ Դե արա, եթե կարում ես, եթե դու ճշմարտությունն ես քարոզում, դու ազգային ժողովից Սաղմոս ես քարոզում, Քրիստոս ես քարոզում, դե արա ճշմարտությունը։ Էլ մի գնա պրոգոմեշ։ Այդ երկա պատմություն է։ Գիտենք 50 տարի դու տանելու ես բերես այս մարդկանց 50 տարի ժողովուրդ ջան պատկերացնում եք հələ Քոչարյանին է 2-3 տարի 8 տարի Քոչարյան ու Սերժա դադեմ 8 տարի բայց սա օլիգարխներին է սա օֆշորը է սա պատմությունը որ վեկալի գցենք բդի Նիկոլ դու ղարղար դառնաս գցենք 300 տարի ապրես որ սրանցը կարնաս հəլես թղթերը հավաքես գցենք դու էսում եք դրե խափում արա այդ չմոներ Գցենք 500 տարի պետք է որ այս 35 տարվա պատմությունը հավաքես իրար վրա Մենք հասկանում ենք քո ծրագիրը Ցկեմ ես ուղակի տանեմ բերեմ ես քնիչներին թեքել ես ասում ես դավայ աշխատեք ինչին աշխատեն ումը բռնել Իրանց բռնեն քեզ էլ են բռնել այ բոզի տղա Նույնն եք դուք բոլորդ նույնն եք Նույն բոզի տղեկն եք Եթե ուզում ես դու տարբերվես Նիկոլ Փաշինյան, ասելով որ դու բոզի տղա ես, հայամետ ես, թուրքամետ ես, դու մեզ չես տանում թուրքացնելու, Նաիրի Հունանյան, խնդրում եմ բոլոր լրագրողներին, էլ մի հարցրեք, իշքան բռնիկ, ումը բռնիկ, ոնց բռնիկ, ինչ ձև բռնիկ, պահանջում եք մեր հայրենակիցներ, բոլորը ձեր այդ կոմենտներով, ձեր լայֆերով, ուրիշ բառ մի խոսեք Պահանջեք Նաիրի Հունանյան եւ հարցը փակված է միանգամից բոլորը տգլոզնում են բոլորը լավ եղեք սելարինակիցներ կհանդիպենք շուտով ավելի հանգիստ վայրում ավելի հանգիստ եւ ավելի շատ թեմաներով ես ձեզ խոստանում եմ բարձրացնել Աստվածաշունչն ասում է մի վախեցի Սատանայի առաքյալներից, որովհետև մենք հաղթածի որդիներ ենք, ճշմարտության որդիներն ենք եւ մենք գնում ենք ճշմարտության հետևից դեպի խաչը, հարություն առած Քրիստոսով։ Ամեն